համարելու գործընթաց չկա։ Ով իր կամքին հակառակ ձեզ ոչ ոք չի կարող բան ստիպի։ Եկեք անցեք ձեր պարտականությունը, դուրս չգաք ձեր գործողությունները։ Այսինքն այս կարգի մոտեցման մասին եք խոսում, բարոյականության մասին եք խոսում։ Դե հիմա մարդը նշանակվել է նախարարի կողմից։ Գալիս է աշխատանքի դուք սենց եք դիմավորում ու էսի լավ կարգ եք համարում։ Չէ, եթե ճշտից եք խոսում, մարդկայնից եք խոսում, սա ձեր մոտեցումը լավ է, ճիշտն է, իր մոտեցումը սխալ է։ Ինքը եկա բարևեց բոլորին։ Ինքը ոչ մեկին չի բարևեց։ Եկա բարևեց ես անձամբ լսել եմ, չէ, նախ չի տանում։ Եթե ճիշտ եք խոսում, ուրեմն ամեն տեղ ձեր ճիշտը պահեք։ Ամեն մեկի ճիշտը պահեք, ժողովուրդ ջան։ Դե խոսալու բան չունեք, խնդրում եմ տարածքը ազատել։ Տարածքը ազատել, դա ձեր սեփականությունը չի։ Դե գիտեք, ուրեմն լավ իմացեք, տարածքը ազատեք, ով որ չի ցանկանում աշխատի, ով որ չի ցանկանում մատաղ սերնդի դեմը իր պարտականությունները կատարի, ով որ տարիներ ընթացքում տարիներ շարունակ կրթվել է ու իր անձը նվիրել է, որոշել է, որ վсё էս իր աշխատանքը չի, խնդրում եմ բարի ճանապարհ բոլորին։ Իսկ ով որ ցանկանում է լսի պարզաբանի եւ այլն, խնդրում եմ ներս։ Նման կարգի կանչելու ձեր ախագոյություն չունի, էլի, գեղեցիկ չի։ Մոտեցումը, եթե դուք մոտեցումը միակողմանի մին է։ Միակողմանի մին է։ Հարգելիս, ես ինձ մի բաժին ներկայացնեմ պետ, ես գամ անձնակազմս ինձ դուրս ասի արքելա։ Լավ մեկ ցալ է։ Օրինակն եմ ասում։ Օրինակն եմ ասում։ Օրինակ, դուք բոլորը պետական աշխատողներ եք։ Դուք բոլորը պետական աշխատողներ եք, պետության կողմից վարձատրվում եք։ Մեր հետ միասին։ Մեր սեփական ներողություն, մեր սեփական եսը մենք միշտ դնում ենք հանում մեր աշխատանքային պրոցեսի։ Ոչ մի բան։ Ես ուղղակի ասում եմ, ես ինքս արտաքինից չեմ ճանաչում։ Ես այնտեղ կանգնած մեզ անցել։ Ես ինքս արտաքինից չեմ ճանաչում։ Ուրեմն ես ես խնդրում եմ, ով ցանկանում է հրահրի, թող գնա իր Facebook-ին նորմալ հրահրի։ Ով ցանկանում է աշխատանքը սկսի բանակցություն անի, ես անեն, խնդրում եմ ես։ Դուրս են ոչ ոք թող չմնա։ Հակառակ դեպքում ասել եք դուք կարգի խախտման դեպքում ես քայլեր եմ անում։ Կամ ձեր պարտականություններին անցեք, սիրելի դասախոսներ, ձեր սուրբ պարտականություն, դուք պետական աշխատողներ եք։